Կյանքի նոր ճանապարհ ու ճանապարհի անբաժանելի ուղեկից ճամպրուկ, որտեղ երեխաները տեղավորեցին այն ամենը, ինչը դպրոցական նախորդ տարիներին ձևավորել է իրենց։ Երևանի համար 155 հիմնական դպրոցի շրջանավարտներն են։ Կյանքի այս փուլն ավարտում են ու պատրաստվում նորին, ավելի հասուն, ավելի պատասխանատու։ Սկզբում մտածում էի, որ ուրախ եմ լինելու, որ ավարտում, բայց հիմա հասկանում եմ, որ չէ, արդեն տխուր եմ։ Եվ ուրախ ենք եւ տխուր, քանի որ մեր սրտերում Թատերական ինստիտուտ պետք է հետո ընդունվեմ, ես կարողացամ ունենամ ավագ դպրոց։ Մարդկանց ուղղակի ենք ուզում հասնենք, որ գիտությունը կարևոր է, բայց համենայն դեպս ազատ միջավայրները ևս կարևոր մարդկանց համար։ Մեր միջոցառման հիմնական իմաստն է, որ ճիշտ է մենք իրարից հեռանում ենք, բայց պիտի միշտ լինենք մարդ, ամենակարևոր բանը, մարդ պիտի լինի միշտ մարդ։ Բոլորս շատ հուզված ենք, շատ կարոտելու ենք իրար ու իրար խոստացել ենք, որ պարտադիր ավագ դպրոցում էլ 10 տարի հետո էլ անպայման հանդիպելու ենք, որովհետև իրոք առանց իրար չենք կարող մենք։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նույնպես 9-րդցի այս շրջանավարտներին իր բարեմաղթանքներն էր բերել։ Ասաց կրկնակի հուզմունք է ապրում, որովհետև իր աղջիկը նույնպես այդ օրն ավարտում է դպրոցը։ Ես ուզում եմ, որ ձեր որևէ փոքր անհաջողություն, որևէ ափսոսանք ձեզ հետ չպահի առաջ գնալուց։ Ամենակարևորը երեխեք ջան, մի վախեցեք։ Ինչ որ մտածում եք, ինչ որ ուզում եք, ինչ որ երազում եք, կարող եք անել, վստահ եղեք։ Կարող եք անել, եթե հետևողական աշխատում եք, հետևողական սովորում եք, լսում եք նաև փորձառու մարդկանց, ում որ վստահում եք, իսկ վստահ եմ, որ ձեր հարազատներն ու ուսուցիչները հենց այդպիսին են։ Ընդգծեց նրանց հաջողությունները անձնական լինելուց բացի պետության հաջողությունն են դառնալու։ Նախարարությունը խրախուսում է, որ դպրոցներում ավարտական միջոցառումները ստեղծագործականության վրա հիմնվեն։ Անդրադառնալով այդ հարցում ունեցած հաջողություններին Ժաննա Անդրեասյանը նկատեց. Կարևոր է, որ բեմի վրա տեսնես, որ երեխաների միտքն է աշխատում եւ երեխաները ցույց են տալիս այն, ինչ ուզում են խոսել հենց այն թեմաներից, որոնք իրենց հետաքրքիր են։ Եվ օրինակ այսօր մենք խոսում էինք տնօրենի հետ եւ նա ասում էր, որ թեման եւ մոտեցումները ընտրել են հենց երեխաները։ Այսինքն մեզ համար կարեւոր է, որ դպրոցական բեմերը լինեն երեխաների ստեղծագործելու տարածքները եւ տեսնակ նաեւ, որ հրաշալի պարային համար էր եւ դրանք դասարանյան երեխաներն էին, որ զբաղվում են պարով, հաջողություններ ունեն եւ կարծում եմ շատ կարեւոր է, որ դպրոցական միջոցառումների ժամանակ նաեւ մեր տաղանդավոր երեխաները տեսանելի դառնան ու սա նաև մոտիվացնում ու խթանում է մյուսներին։ Հիմնական այս դպրոցն ավարտում է 161 սովորող, 6-9-րդ դասարան։ Բոլորը ցանկացել են առանձին ավարտական միջոցառում ունենալ։ Բայց պայմանավորվել էինք, որ պետք է իրենց մտքերը արտահայտեն եւ բացառապես իրենց ստեղծագործական մտքի արդյունքում ծնված աշխատանքները, նախագծերն ու պրոյեկտները կներկայացնեն որպես ավարտական միջոցառում։ Ես կարծում եմ, որ կայացել են մեր միջոցառումները եւ ամենակարևորը թերևս հետևյալն է, որ մեր սովորողները իրենց ճանապարհը վստահ քայլերով անցնեն եւ մեր ուղերձը որպես դպրոց, որպես ուսումնական հաստատություն միշտ նույնն է, որ գիտելիքը ամենահզոր զենքն է եւ միայն ամուր գիտելիքներ ունենալով հնարավոր է կերտել ապագան եւ հենց Հայաստանի Հանրապետության լուսավոր ապագան կերտել։ Այս դպրոցում նաև ավանդույթ կա ավարտական միջոցառումներից հետո դպրոցի բակում հանդես գալ ազգային երգու պարով։ Երեքշաբթի դա էլ կանեն։ Աննա Զախարյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։